Երկու ես հասկանում եմ հետևյալ կերպ, ես դարակով չեմ, բայց ես հասկանում եմ երկումը ինչ է նշանակում։ Երկումը նշանակում է, որ ես Նիկոլայ Բաղդասարյանին արա ես քույր տղայական խոսելու չեմ դիմել։ Երկումը սա է։ Ոչ թե իմ պահանջը մատուցվում է որպես երկում։ Երկում բնականաբար չէր կարող հրապարակել, քանի որ նա չի ընդունում, որ այդ փաստերի իրականությանը չեն համապատասխանում, ինչն էլ պատճառ է դարձել, որ Ռուբեն Բալոյանը դիմի դատարան այդ արտահայտությունը դիտարկելով որպես զրպարտություն իր անձի հանդեպ, հա, եւ դատական կարգով արդեն պահանջելով երկում հրապարակել։ Քանի որ օրենքով ապացուցման պարտականությունը տվյալ դեպքում դրված է պատասխանող կողմի վրա, այսինքն հրապարակման հանդես եկած Ժաննա Ալեքսանյանի վրա, այդ նպատակով մենք նախորդ դատական նիստին միջնորդեցինք վկաներ հրավիրել դատարան, ովքեր ականատես են եղել, 3 վկա ցուցմունք տվեց, ուրեմն Ռուբեն Բալոյանը ինքը ընդունեց, որ տվյալ անձինք տվյալ պահին գտնվել են տվյալ վայրում, ու ընդամենը հայցվոր կողմը փորձեց նշված վկաների ցուցմունքների արժանահավատությունը վիճարկել այն հիմքով, որ իրանք շահագրգիռ կողմ են Վարդան Պետրոսյանի հետ ազգակցական կապի մեջ են գտնվում, Նիկոլայ Բաղդասարյանն է փաստաբանա, բայց դա ընդամենը մերկապարանոց գնահատական է, ոչ մի հիմք իր տակը չունի։ Որ ինքը դիտավորյալ հրահրում էր այդ սկանդալը ընդդեմ հաշտեցման եւ ինքը շատ բարձր ձայնով էր ասում. ես իրոք եղել եմ Նիկոլայ Բաղդասարյանի մեքենայում եւ ես ինքս ցույց եմ տվել, որ այդ վեճը ավելի ահագնան է, հա, այսպես ասենք, եւ այդ արտահայտությունը արա ես քո հետ տղայականով եմ խոսում եւ ոչ թե որպես փաստաբան եւ արա բառը առհասարակ նրա լեքսիկոնում ես հաճախ եմ լսել եւ հիմա թե ինչու է այդպես հրաժարվում ինձ համար ես դե գիտեք փաստաբանը դա էթիկայի կոպիտ խախտում է, այս փաստաբանության օրենքը չի տալիս նման արտահայտություններով առաջնորդվել հատկապես իր գործընկերոջ հետ դա դատավարության մասնակից եւ նրա գործընկերն է եւ այդ տոնով խոսելը սա ես լավ տեղյակ եմ այդ կանոններին եւ նախորդ հոդվածը ես ուղղակի նշել էի որ փաստաբանների պալատի նախագահը պետք է նկատի ունենա այս պահվածքը դատարանում եւ երկրորդ անգամ փաստորեն նա ուզում էր տուժողների եւ Վարդան Պետրոսյանի կողմնակիցների միջև վեճ հրահարել եւ դա տեղի ունեցավ